Բանախոսները Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիրներն են ու գործարար աշխարհի փորձագետները, իսկ լսարան այդ բիզնես համայնքի ներկայացուցիչները։ Սովորաբար Մանթաշյանցի միջոցառումները միայն բիզնես ակումբին անդամակցողների համար են, բայց այս անգամ ընտրված ձևաչափը Մանթաշյանց Open Events-ը մասնակցության հնարավորություն էր տվել բոլոր ցանկացողներին, անկախ նրանից նրանք անդամակցում են ակումբին թե ոչ։ 140-ից ավելի մասնակիցներ էին ներկա «Բիզնես թռիչք Գյումրիից» տեղականից դեպի հանրապետական եւ միջազգային հարթակներ խորագրի ներքո անցկացված հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվեցին գործարար միջավայրում կիրառելի 3 առանցքային թեմաներ։ Դրանցից առաջինը բիզնեսի մասշտաբայնությանն էր վերաբերում, չսահմանափակվել միայն տեղական շուկայով, փնտրել նորերը ու չվախենալ ավելի լայն մտածել ու գործել։ Նախ պետք է հավատալ այդ բիզնեսին, խորը ուսումնասիրել եւ գործել։ Երբ որ սկսում ես աշխատել, արդեն այդ ֆինանսական հարցը դառնում է ազանցիալ։ Կարևորը հավատալ, ուսումնասիրել ու սկսել, չվախենալ։ Կարծում եմ հիմնական խնդիրը մեր մոտ մտածելակերպային հարցը է։ Այսինքն Հայաստանում կա այդ մտածելակերպ, որ ավելի բաց չի, ավելի գլոբալ չի, մենք մի տեսակ Հայաստանով ենք տեսնում աշխարհը ընդհանուր առմամբ։ Բայց աշխարհը շատ մեծ է, որ այդ կարելի է աշխատել Հայաստանից։ Համագործակցությունը տարբեր գործարարների հետ հնարավոր է միայն կապերի միջոցով, իսկ կապերը բիզնեսում համարվում են ամենակարևոր ռեսուրսը։ Այդ ռեսուրսը գտնել, հաստատել կապեր գործարարներին օգնում է Մանթաշյանց բիզնես ակումբը։ Կապերը հաստատելուց հետո էլ պետք է ջանք գործադրել դրանք պահպանելու եւ արդյունավետ համագործակցության վերածելու համար։ Մանթաշյանցին անդամակցող գործարարները սեփական փորձով են համոզվել, որ բիզնես ակումբը գործուն համակարգ է իրենց ընկերությունների աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու եւ որպես գործարար անձնական աճ ապահովելու համար։ Այս ընթացքում բավականին շատ երկրներում ենք եղել, կոնկրետ ես Մանթաշյանցի հետ եղել եմ Ամերիկա, այնտեղ Լոս Անջելեսի գործարարների հետ հանդիպեցինք, հետաքրքիր մտքեր առաջացավ, ինչ կարելի է անել, ինչ փոփոխություններ կարող է նաեւ անդրադառնալ մեր իմ կոնկրետ բիզնեսից վրա, եղել եմ Մոսկվայում բիզնես Մանթաշյանց բիզնես ակումբի հետ, Սոչիում բոլորը արդյունավետ հանդիպումներ են եղել ու ամեն անգամ գնալով ինչ որ մի նոր բան բացահայտում ես, մի նոր բան սովորում ես։ Հիմա մենք են փուլում ենք, որ մենք դեր կապեր ենք հաստատում, դեր շփումներ ենք ապահովում ու շատ հարցեր, որոնք իհարկե պրոյեկտներ չի դարձել, բայց թեկուզ եւ այն շփումը միմյանց օգնելը շատ է դիրով օրինակ են հետաքրքրվում Գյումրիում, հետո իրենք են Գյումրի հաճախում, հա մենք ենք գնում բաների, հա, տուրերի, հա, ես կարծում եմ, որ շուտով լսենք այդպիսի համագործակցություններ։ Հանդիպման մասնակիցները նոր գործնական գիտելիքներ ստացան արդյունավետ վաճառք կազմակերպելու եւ համապատասխան կադրեր ու ռազմավարություն ունենալու իր փորձով կիսվեց վաճառքի մասնագետ Բուզանդ Մկրտչյանը։ Ըստ նրա Հայաստանում վաճառքը գրագետ չի իրականացվում, իսկ գրագետ աշխատանքը հաջողության գաղտնիքներից մեկն է։ Վաճառքը Հայաստանում չէ, գրագետ չի, ոչ ամեն տեղ, բայց օրինակ ոլորտից ոլորտ ինքը շատ տարբերություն է ներկայացում Հայաստանի շուկան։ Օրինակ IT ոլորտում վաճառքը ավելի գրագետ է արվում։ Ոչ IT ոլորտում տրադիցիոնալ բիզնեսներում ինքը ուրիշ ձևով է արվում, որը որ հաջողված վիճակը ցույց է տալիս, որ աշխատում է, բայց ինքը գրագետ չի։ Հաջողակ բիզնես ունենալու գրավականը ըստ փորձագետների ոչ ֆինանսներն են, ոչ էլ լավ գաղափարները, այլ համառ աշխատելու ցանկությունը, բայց կա մի ռեսուրս, որն օգտագործելու պարագայում հայաստանյան գործարար աշխարհը կարող է միայն շահել։ Խոսքը Սփյուռքի գործարար ներուժի մասին է։ Հայ ժողովուրդը ինչ ունի։ Մի հատ լավ Սփյուռք ունի, մի հատ էլ Հայաստան ունի։ Այսինքն մենք պետք է իրար հետ կապը շատ ուժեղ ստեղծենք, քանի որ ես միշտ ասում եմ, Սփյուռքը պետք չէ կա սովորացնելու։ Սփյուռքը պետք է կա իր փորձով կիսվելու, քանի որ ինքը ուրիշ բան գիտի, ուրիշ փորձ է ունեցել, ու էդի այստեղ ուրիշ բան են սովորել։ Եվ այդ երկուսի միացումը շատ ուժեղ բան կարող ստացվի։ Սփյուռքի հայ գործարարները մոտավորապես պայմանական թվեր եմ ասում, մոտավորապես 20 անգամ ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան Հայաստանի Հանրապետությունում։ Համախառն ներքին արդյունքի տեսանկյունից եթե համեմատություն անենք, հետեւաբար այդ հնարավորություններն ու պոտենցիալ ահռելի մեծ է, որը մենք շատ վատ ենք օգտագործում։ Մանթաշյանց բիզնես ակումբն այս ուղղությամբ գործուն քայլեր է կատարում կապելով գործարարներին միմյանց հետ։ Ակումբին անդամակցողների թիվն ավելանում է, ինչը վկայում է դրա որպես համակարգ արդյունավետ աշխատանքի մասին։ Մանթաշյանցը 13 երկրում 20 մասնաճյուղ ունի եւ 700 անդամ։ Գյումրիի մասնաճյուղին առայժմ 18 գործարար է անդամակցում։ Գյումրիի Մանթաշյանց ակումբը թիրախ է սահմանել 2026-ին ունենալ 30, իսկ 2028-ին 80 անդամակցող գործարար։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։